Ձկնորսի որդին։ Կորեական հեքիաթ։ Կապուտակ ծովի ափին մի ծերունի էր ապրում իր պառավի հետ միասին։ Իրենց ամբողջ կյանքում նրանք ձկնորսությամբ էին զբաղվել, բայց ոչ մի բանի տեր չէին դարձել։ Ունեին չունեին, մի հին նավակ ունեին ու մի ծակ թոռ, բայց դրա փոխարեն ունեին մի որդի, որ նրանց ուրախությունն էր, նրանց աչքի լույսն էր։ Այդ կողմերում ուրիշ այսպիսի տղա չկար։ Տղայի անունը Յենսեն էր, իմաստուն աստղ։ Յենսենը դպրոց էր գնում և բոլորից լավ էր սովորում։ Տղան մեծացավ և պատրաստվում էր գնալ հեռավոր մայրաքաղաք պետական քննություն տալու, որպեսզի գիտնականի կոչում ստանա։ Ծերունի ձկնորսը որդուն նախազգուշացրեց. քննությունների միայն հարուստ ազնվականների տղաներ կլինեն։ Դու հասարակ ձկնորսի որդի ես, էդ որ իմանան, քեզ քննության չեն թողնի։ Բախտս կփորձեմ, պատասխանեց պատանին, իմ գիտելիքներով կչափվեմ նշանավոր ու հարուստ մարդկանց տղաների հետ։ Թող գնա, ասաց մայրը, մեր տղան բոլորից խելոք է և գիտության մեջ էլ նա առաջինը կլինի։ Նա կտրեց իր առաջին ու վերջին թանկարժեք բանը՝ ծամերը, ծախեց և փողը իր սիրելի որդու ճանապարհի ծախսը արեց։ Ճանապարհին Յենսենին մարդիկ էին հանդիպում, կային, որ ձիով էին գնում, կային, որ ոտքով էին գնում։ Հեռու շրջաններից, մոտիկ քաղաքներից մայրաքաղաք էին գնում բոլորը, ովքեր ուզում էին քննությանը մասնակցել։ Գնում էին նշանավոր իշխանների ու գոռոզամիտ ազնվականների որդիները։ Նրանց հագուստը շողում էր ոսկեզարդերից։ Նրանք իրենց ամենահմուտն էին համարում բանաստեղծության և գիտության մեջ։ Իմանալով, որ Յենսենը նույնպես գնում է պետական քննություն տալու, սկսեցին ծաղրել նրան։ Էստեղ նայեցեք, այ մարդիկ, հարգելի ազնվականներ, էս ձկնորսի ճուտն էլ է մեր հետևից գալիս, հենց դու էիր պակաս քննությունների։ Յենսենը նրանց ծաղրին ոչ մի պատասխան չտվեց, իբրև թե իսկի չի էլ լսում։ Գիշեր-ցերեկ ճամփա էր գնում, շատ գնաց թե քիչ գնաց, վերջը հասավ մայրաքաղաք։ Այստեղ Յենսենը տեսավ կղմինդրով ծածկված մեծ տներ։ Խանութներում ու շուկայում, որ կողմ որ նայեիր, զանազան համով ուտելիքներ էին շարված։ Աչքը տեսնում էր, իսկ փորը գրմռում էր։ Յենսենը շատ քաղցած էր, իսկ գրպանում ոչ մի գրոշ չկար։ Մոր տված փողը վաղուց էր ծախսել ճանապարհին։ Միտեղ Յենսենը տեսավ մի հարուստ տուն ու մի մեծ պտղատու այգի։ Արի ես քարե ցանկապատի վրայով ներս թռչեմ ու կուշտ միրգ ուտեմ, գոնե մի քիչ քաղցս կհագեցնեմ, մտածեց պատանին։ Բայց հենց որ ցանկապատի վրայով ներս ցատկեց, մի խնձոր վերցրեց ուտելու, իսկույն պահակները գոռացին. «Գողը, գողը, բռնեցեք գողին»։ Պահակները Յենսենին բռնեցին ու տարան տանտիրոջ մոտ։ Ո՞վ ես դու, հարցրեց իշխանը։ Ես Յենսենն եմ։ Եվ Յենսենը տեսավ, որ բանը բուրդ է։ Եթե իմանան, որ ինքը հասարակ ձկնորսի տղա է, գլուխը կթռցնեն։ Դրա համար էլ ասաց. Ես Յենսենն եմ, ազնվականի որդի, հեռավոր Վոնսան գավառից եմ գալիս, եկել եմ պետական քննություն տալու։ Բա ո՞նց ես համարձակվել իմ այգին մտնել։ Դե մեր գավառում այսպիսի այգի չկա, ես միայն ուզում էի ձեր հիանալի խնձորները տեսնել։ Եվ մինչև գետին գլուխ տվեց իշխանին, այսինքն թե հազար ներողություն եմ խնդրում։ Իշխանը Յենսենին հավատաց, քաղաքավարի տղան դուր եկավ նրան, և նա Յենսենին հրավիրեց իր մոտ։ Քննության օրը Յենսենը առաջինը հանձնեց շարադրությունը և ամենաբարձր գնահատականը ստացավ։ Որպես ամենից լավ քննություն տվողի, նրան գիտնականի և գրողի կոչում տվեցին։ Իսկ ազնվականների գոռոզամիտ տղաները, պարծենկոտ հարուստները, դատարկ ձեռքով տուն վերադարձան։ Երբ Յենսենը գիտնականի կոչում ստացավ, իշխանը նրան ասաց. Ես մի սիրուն աղջիկ ունեմ, նրա համար արժանավոր փեսացու եմ ման գալիս, կարծում եմ դու շատ արժանավոր փեսացու կլինես, կուզես ամուսնանալ իմ աղջկա հետ։ Յենսենը համաձայնեց և ամուսնացավ իշխանի չքնաղ աղջկա հետ։ Ասում են, հարսանիքին աշխարհով մեկ քեֆ արին, 3 օր, 3 գիշեր, խմեցին ու զվարճացան։ Նորապսակներն ապրում էին շատ սիրով, և Յենսենը իր կնոջը պատմեց, թե ով է ինքը և որտեղից է եկել։
Շատ ժամանակ անցավ թե քիչ, այդ էլ գիտի հենց ինքը։ Վերջը ձկնորսի տղան շատ կարոտեց իր հորն ու մորը։ Ծերունիներն էլ իրենց որդուն էին կարոտել։ Ծեր ձկնորսը ճամփա ընկավ մայրաքաղաք որդուն գտնելու։ Շատ զրկանքներ կրեց ձկնորսը ճանապարհին, շատ չարչարվեց, բայց վերջը հասավ Սեուլ։ Երկար ժամանակ նա մայրաքաղաքում ման էր գալիս իր որդուն։ Վերջը նրան գտավ իշխանի տանը։ Որդին ու հարսը սիրով ընդունեցին ձկնորսին, բայց նրան զգուշացրին. ոչ ոքի չասես, որ դու հասարակ ձկնորս ես։ Խնամիները հանդիպեցին իրար։ Իշխանի մտքով չէր էլ անցնում, թե իր ոնսանցի խնամին աղքատ ձկնորս է։ Իշխանը քեֆ սարքեց։ Քեֆին հավաքվեցին նշանավոր իշխաններն ու հարուստ ազնվականները։ Այդ կողմերում մի սովորություն կար, որ քեֆի սեղանին նստած ամեն մարդ պետք է երգի իր սիրած երգը։ Հերթը հասավ ծեր ձկնորսին։ Մի քիչ խմած լինելով, նա համարձակություն էր ստացել եւ ամբողջ կոկորդով մեկ երգեց. «Էհեհեյ, արագաստը բարձր քշեք, մեր մակույկը թիավարեք» եւ այսպես շարունակ։ Ահ քաշեց իշխան խնամին։ Սարսափեցին անվանի հյուրերը։ Ինչպես ձկնորսին խնամի դարձնել։ Խայտառակություն է բոլոր ազնվականների համար։ Մեզ հետ միասին սեղան նստել մի հասարակ ձկնորս, ֆու։ Հյուրերը բարկացան ու ցրվեցին։ Իշխանն էլ կատաղեց։ Սևակնեց ոնց որ շանթաբեր ամպ ու գոռաց. «Չեմ կարող տանել, որ ձկնորսական տոհմը իմ տանը լինի, դուրս արեք, վռնդեցեք անմիջապես այստեղից»։ Ձկնորսին, նրա գիտնական որդուն ու իր կնոջը իսկույն դուրս արին փողոց։ Դե, ուր պիտի գնային։ Ճանապարհ ընկան դեպի իրենց ոնսան։ Շատ օր ու գիշեր ճամփա գնացին, վերջապես տեսան իրենց հայրենի ծովափը։ Մայրը մեն-մենակ նստած էր ձկնորսի խրճիթում։ Որդուն տեսնելով շատ ուրախացավ եւ ուրախությունից լաց եղավ։ Հետո էլ գրկեց, համբուրեց իր չքնաղ հարսին։ Ու սկսեցին նրանք ապրել միասին, խաղաղ ու շատ սիրով։ Ծերունին ձուկ էր որսում, պառավն օգնում էր նրան։ Իսկ Յենսենը սիրեց իր հողագործությունը։ Նա վարում էր, ցանում էր, քախ անում, գործը լավ գիտեր, դրա համար էլ լավ բերք էր ստանում։ Ավատարիմ կինն էլ ամեն գործի մեջ նրան օգնական էր։ Յենսենը շատ բանաստեղծություններ էր գրել։ Աշխարհիս երեսին ամենամեծ հարստությունը աշխատանքն է։ Աշխատանք անելով մարդը հարստանում է եւ ուժեղանում է։ Ահա թե ինչ էր ասում նա իր բանաստեղծություններում։ Ժամանակը թռչում է նետի պես, կյանքը անցնում է հոսող ջրի պես։ Ասում են երիտասարդ գիտնականը դարձավ իր երկրի սիրելի գրողը։